Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, համեցեք։ Այն հարցերից, որոնք գործընկերներով կամ չէին կարողացել հնչեցնել, Ողորից անգամ ուրիշ հարց են տալիս գործընկերները։ Արդարության սկզբունքը պահենք եւ առաջինը մեգանիզմ։ Պարոն վարչապետ, ինչպես է գնահատում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը եւ արդյոք համակարգային փոփոխություններ այս առիթով չեք տեսնում։ Հակակոռուպցիոն պայքարի արդյունքները գնահատում եմ, գիտեք, որ 2018 թվականից մենք այդ առումով բոլոր միջազգային զեկույցների համաձայն ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ լճացման որոշակի ազդակներ կան եւ նաեւ այդ լճացման ազդակները առաջին հերթին մեզ համար նրա մասին են, որ մենք բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք եւ գաղտնիք չի ասել եմ նաեւ, որ կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը նաեւ այդ գիտակցության արդյունքն է, որ մենք հակակոռուպցիոն պայքարում պետք է ավելի վճռական եւ համակարգային փոփոխությունների գնանք, իմիջայլոց ասեմ, որ հաջորդիվ մենք պետք է դրա մասին մտածենք տեղական ինքնակառավարման մակարդակում, չնայած ես այդ խնդիրը դրել եմ, բայց մինչև հիմա չի լուծվում, մենք պետք է ունենանք զրո կոռուպցիա քաղաքականությունը, մենք պետք է իրագործենք։ Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից, բայց այդ գոհ չլինելու իրադրության մասին մտածելիս ես նաև անում եմ հետևություններ, որ մենք երբեմն բավարար վճռականություն չենք ունենում ամենատարբեր պատճառներում բարեփոխումների ընթացքը շարունակել, մենք պետք է վճռական լինենք եւ հետեւողական։ Շնորհակալություն, հաջորդ հարցը առավոտ Պարոն Փաշինյան, ձեզանից առաջ ձեր թիմակիցներն էին արցախցիներին ասում մնայիք, կռվեիք, չգայիք, դուք երևի գիտեք, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում ցեղասպանություն է եղել, միջազգային փորձագետներն են դա փաստել։ Ցեղասպանության պայմաններում մարդիկ կռվել են մինչև վերջ, ինչքան կարողացել են։ Հիմա մնայիք, չգայիք ասելով դուք ինչ նկատի ունեք, դուք եւ ԿՊԱ-կանները ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանն էր ասում, մնային մինչև վերջին Արցախցին ցեղասպանվեին, սպանվեին, գերեվարվեին, որ չգիտեմ, այստեղ դուք լավ զգայիք, ինչ է ձեր ասածը, այս հարցի պատասխանն ենք ուզում ստանալ եւ մեկ հարց էլ միշտ դուք սպառնում եք, որ պատերազմ կլինի, ձեր ընդդիմախոսներն էլ ասում են, գիտեք ինչ կա, դուք եք վերել պատերազմը, ձեր օրոքը եղել, օրինակ երեք Արման Թաթոյանն ասում էր պատերազմի կուսակցությունը դուք եք, ասում են ինչի պաշտպանությունը, ինչու եք ձախողել պատերազմից հետո, որ այսօր էլ ասում եք, որ ամեն մեկը կարող է մեզ սպառնալ պատերազմով եւ ըստ էության դուք էլ դա օգտագործեք նախընտրական փուլում։ Շնորհակալություն։ Դե գիտեք, մենք ասում ենք, մեզ ասում ենք եւ ժամանակաշրջանը հարմար է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնահատի։ Ի վերջո, ընտրությունը նաեւ բանավեճերը հանգուցալուծելու միջոց էր, չէ՞, որովհետեւ 2021 թվականին էլ 2018 թվականին էլ դրա մասին էր եւ թող խնդիրը այն է, մենք պետք է ակտիվ հաղորդակցության մեջ լինենք եւ գնահատվի դա։ Եվ մենք ժողովրդի հետ մեր ունեցածը կիսում ենք եւ մենք հանձնվում ենք ժողովրդի դատին, ինչպես դա արել ենք 2021 թվականին։ Մենք նախորդ անգամ քաղաքական որոշմամբ արտահերթ ընտրություններով, այս անգամ հերթական որոշմամբ եւ ժողովուրդը մեզ կդատի եւ ուզում եմ էլի վերահաստատել, որ ցանկացած որոշում, որը կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, մենք այդ որոշմանը հնազանդ կերպով կենթարկվենք։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, գիտեք, պետքա ես չի ուզի այդ թեմային անդրադառնալ, բայց ուզում եմ ասել, որ 2023 թվականի իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները եւ ես ուզում եմ շատ բան չկարողանալով բացել եւ ես ուզում եմ արձանագրել, որ այն պնդումները, չգիտեմ ոնց ասցիք, որ
դրա մասին չի խոսքը, կռվելու եւ այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ մեր հետախուզության եւ ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով արկա զենք զինամթերքի ես տոկոսներ ասեմ կարող եմ տոկոսային ճշգրտությամբ գնահատվել, բայց առյուծի բաժինը դա կարող է լինել 80%, դա կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված, ասենց ասել։ Դիալոգի չվերածել։ Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց եւ Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում եւ Հայաստանի ազգային ժողովում շնորհավորում էին իրար եւ այդ շնորհավորանքներից հետո ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցավ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան։ Եթե հիմա 10 օր առաջ ասեինք, որ տեղի են ունենալու սուր իրադարձություններ, այս ամենը չնայած ասել ենք։ Ենթադրում եմ ազգային ժողովում այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շատ ակտիվ էր եւ տալիս էր գնահատականներ, թե դրա հետևանքները ինչ էր լինելու, եւ բայց ի հեճուկս այդ գնահատականների եւ զգուշացումների մարդիկ իրար շնորհավորում էին, ասում էին, որ հիմա տեսեք ինչ են կանելու Ղարաբաղում, հաջորդիվ ինչ են կանելու Հայաստանում, եւ ես ուզում եմ հաստատել դա, որ նրանք այն ինչ որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում, եւ այդ մարդիկ ընդ որում նրանց մի մասը Հայաստանում իշխող շրջանակների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, բառից բուն իմաստով փախան Ղարաբաղից, ընդ որում ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք եւ թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա եւ ես նույնիսկ հիշում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այդ ժամանակ ես Բաղրամյան 26-ում էի նստում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղ ունեցավ, որտեղ նրանք եկել էին եւ ինձնից պահանջում էին, որ ես սահմանը բացեմ։ Ես ասել եմ, որ սահմանը փակ չի բնականաբար, բայց նաեւ ուզում եմ ասել, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այս ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք, իմացեք այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու։ Եվ ինչ վերաբերվում է ձեր գնահատականներին, գիտեք ինչ, մենք բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Եվ ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետքա դադարեցնել։ Ասենք, երբ որ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Եվ ելի եմ ասում, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք կամ դժվար է ասել, որից հետո է եղել, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ, եւ մենք ելի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե հեսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, հեսա մի օր Սևերի պայմանագիրը կաշխատի, հեսա մի օր էս կլինի, հեսա ես մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետեւյալն է։ Մենք պետքա խաղաղվենք։ Հայաստանի ինչպես ժամանակին Չարենցն է ասել, կա Հայաստանի Հանրապետություն եւ ուրիշ ոչինչ։ Ուրեմն կենտրոնանում ենք Հայաստանի եւ տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն։ Իմիջայլոց կարիքը լինի այդ տվյալները կգաղտնա։ Իմիջայլոց անհրաժեշտությունը լինի, ես համոզված եմ, այս խմորը ջուր կտանի, կթողենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ, երբ որոշում կայացնեմ, այդ ամեն ինչը հրապարակեմ։ Սուտ է, չի եղել տենց բան։ Չի եղել տենց բան։ Փախել են, ճողոպրել են։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախորդ անգամ շուրջ 1 տասնյակ գործընկերներ, այդ թվում դուք հարգելի Ռոզա
սա իրավունք ունեցեք հարց հնչեցնելու ժամանակի սղության պատճառով։ Ասուլիսը տևելու է 1 ժամ, այնպես որ երբ որ ձեր հարցը հնչում է, որևէ մեկը չի միջամտում։ Խնդրում եմ դուք էլ ունեք եք։ Շնորհակալ եմ։ Ընդ որում փախել ճողոպրել են, այդ թվում։ Ընդ որում 44 օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ բանի այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն եւ դրա բանի ծխածածկույթի ներքո Հայաստանի Հանրապետությունում իշխանապողություն են անելու։ Չկարողացան անել, գիտեք ինչ պատճառով։ Որովհետեւ իրանք ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն։ Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին, որովհետեւ չեն ունեցել լեգիտիմություն։ Չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել։ Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել։ Եվ այդ է եղել պատճառը Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները, նրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես։ Նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել, այդ հարցը պետքա պարզաբանվի, եւ այս օրերին այդ հարցն է պարզաբանվում։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։ Հաջորդ հարցը ուզեմ Պարոն Փաշինյան, նախ ուզում եմ ճշտել այս պահին Հայաստանի կառավարությունը ազգային անվտանգության որ թվականի ռազմավարությամբ է առաջնորդվում։ Եթե պատասխանեք, հարցը շարունակեք։ Հարցերը շարունակեք ավարտեք, ես կպատասխանեմ։ Եվ երկրորդը ձեր վերջին հենց ասածից դուք ասում եք նրանք չէին ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախկին նախագահները եւ նրանք չէին կարող որոշել Հայաստանի հետ կապված հարցերը։ Դուք չէիք ներկայացնում Արցախի ժողովրդի իրավունքները եւ ընդհանրապես արցախցիների շահերը, Արցախ պետությունը։ Դուք ինչպես որոշեցիք Արցախի ճակատագիրը, սա մեկ։ Եվ հիմնական հարցը 3 համացանցում տարածվեց մի տեսանյութ ձեր արդեն նախկին թիմակցի հետ կապված եւ ըստ տեղեկությունների խոսակցությունների մեծ իշխանական լրատվամիջոցով էր դա տարածվում, որտեղ տեսանյութը բավականին նվաստացուցիչ էր, եթե մեղմ ձևակերպեմ, դուք նստած եք, ձեր վարչության նիստն է եւ ձեր արդեն նախկին կուսակից Հակոբ Ասլանյանի թողներին այս ասվածը մունաթով ասում եք ով է ձեր ընտրության, ձեր падգամավոր դառնալու հետ կապված, ով ինչքան դերակատարում ունի եւ ակնհայտ նա ասում է, որ 99.9%-ը ձերն է այդ դերակատարումը։ Սրանով արդյոք այս նախ տեսանյութը հրապարակելով դուք արդյոք մեսիջ չեք տալիս ձեր կուսակիցներին, որ բոլորիդ վրա կա հատուկ կոմպրոմատներ եւ հարմար պահի դրան գործի կդրվի եւ երկրորդը բոլորդ ինչպես ես չեմ ձևակերպում ձեր նախկին թիմակիցն է ձևակերպել նախկին չէ գործող թիմակիցն է ձևակերպել բոլորդ ուսապարկ եք եւ ես կորոշեմ երբ կհեռանաք երբ կմնաք երբ ինչ որ բան ձեր մասին կհրապարակեմ այս տեսանյութը ինչի համար էր եթե իմ այս ասած նշած դրույթների հետ դուք համաձայն չեք կամ ուցե համաձայնում եք Նախ ես այդտեղ որևէ կոմպրոմատի բան չտեսա եւ մուննաթի բան չտեսա, նիստա տեղի ունեցել, տրվել է հարց, տրվել է պատասխան։ Եվ դա դրվագ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից եւ կարծում եմ պատեհ պահի ճիշտ որոշում է կայացվել, որ մարդիկ տակից գլխից խոսալուց առաջ մտածեն իրանք այդ խոսելու լեգիտիմությունը ունեն թե չունեն։ Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը դեմոկրատ հենց ներկուսակցական դեմոկրատիայի արտահայտությունն է նաև այն որ այդ մարդը տենց կներեք արտահայտությունից տակից գլխից խոսում է դա էլ է դեմոկրատիայի արտահայտություն դեմոկրատիան հենց դրա համար է որ այդ թվում հիմարությունը ի ցույց դնի եւ դեմոկրատիան ծառայում է նաև այդ առումով իր նպատակին ինչ վերաբերվում է ներկուսակցական մեր կուսակցությանը Դուք տեսնում եք, թե մեր կուսակցությունում ինչ process-ներ են ընթանում։ Երկու փուլանի ընտրություններ են տեղի ունենում։ Եվ ցանկացած մեկը իր տեղին արժանանում է իր վարած քաղաքական գործունեության շնորհիվ։ Եվ մենք մեխանիզմ ենք ստեղծել, որը շատ կարևոր մեխանիզմ է։ Մենք այս ընտրությունների առաջին փուլում նույնիսկ ներկուսակցական քարոզչությունը
չարեցինք երկու պատճառով, նու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Սուբյեկտիվը, օբյեկտիվը այն էր, որ 200 ավելի քան 299 մոտիկ տեխնացու հնարավոր չէր կուսակցության ներսում քարոզարշավ կազմակերպել, բայց դա ավելի լավ, որովհետեւ մենք ասենք, բայց հիմա ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցեր կան, մարդիկ հետևում են յուրաքանչյուրի քաղաքական գործունեությանը, եւ այդ քաղաքականությունը ամենօրյա աշխատանքը պետքա գնահատեն կուսակցության անդամները եւ այդպես էլ տեղի է ունեցել եւ հանրային հաղորդակցությունը։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հետ կապված հարցերին, Ղարաբաղի հետ կապված հարցերը ըստ էության բոլոր այն որոշումները, որ ես կայացրել եմ նախկինում, բոլոր այդ որոշումները խորհրդակցվել են Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Չի եղել այդպիսի որոշում, որ ես կայացնեմ եւ Ղարաբաղի ներկայացուցիչների առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության։ Ինչ վերաբերում է վերջին որոշմանը, ձեր հայտնի անձը վերջին որոշումը կայացրել է ինքը իրենով, ես չգիտեմ ում հետ է խորհրդակցել, ինձ հետ այդ թեմայով խոսել է։ Ես հարց եմ տվել Հայաստանի Հանրապետությունը ինչ կապ, ինչ դեր ունի այդ ամեն ինչի հետ։ Ինքը ասել է ոչ մի կապ, ոչ մի դեր, ասել եմ այդ դեպքում դուք որոշեք, ինչ որոշում ուզում եք կայացրեք։ Ես Պրահայում որոշել եմ Հայաստանի Հանրապետության հարցը։ Ես Պրահայում որոշել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը շատ տարօրինակ բան պետքա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դուք հասկանում եք աբսուրդի աստիճանը։ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը բաց չէր, Հայաստանի ինքը իր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, թե չի ճանաչում։ Եվ սա ամենամեծ դավադրությունն է Հայաստանի պետականության դեմ, որը ես հաղթահարել եմ։ Այո, իմ անձնական կամային որոշմամբ, իմ թիմակիցների եւ կառավարող ուժի եւ կառավարության աջակցությամբ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։ Ռազմավարությունը դե պարզ է, որ այդ ռազմավարությունը առնվազն մեծ մասով ռելևանտ չի, մենք աշխատում ենք նոր ռազմավարության վրա, մենք դրանով չենք առաջնորդվում։ Այո, չունենք այս բանը։ Հաջորդ հարցը Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, քաղաքացիների հետ ձեր հանդիպումների ժամանակ վերջերս իրենց կարծիքն եք հարցնում, թե արժե ներկայացնել հրապարակային ցուցադրել այն ռազմատեխնիկան, որը վերջին տարիներին է ձեռք բերվել։ Հետաքրքիր է որոշում եզրակացություն կա արդեն սրա հետ կապված։ Այո, որոշում եզրակացություն կա։ Մայիսի 28-ին Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ընդ որում ես ուզում եմ ասել նաև, որ մենք այս թեմայով աշխատում ենք, այև աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի ընդհանրապես զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է եւ կարա նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու եւ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Մենք դա ըստ էության ստիպված, ոչ թե ստիպված չէ, առիթ է, մենք եւ նաեւ հիշում եք, որ ես հայտարարել է, որ այն քաղաքացիների խմբերը, ովքեր ուզում են տեսնեն, ես հրավիրում եմ, որպեսզի մենք ցուցադրություն անենք, բայց քաղաքացիների այնքան մեծ թիվ է հերթագրվել, որ իրատեսական չի, որ մենք մարդկանց հերթով խմբերով տանենք, հրավիրենք եւ այնտեղ ցույց տանք, եւ էլ չեմ ասում, որ այդքան մարդ, եթե եկավ տեսավ, այդ նշանակում է, որ ըստ էության լուրերով մի մասը շեղված տարածվելու այդ ինֆորմացիան դրա համար ավելի լավ է ցույց տանք։ Եվ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ցույց կտանք մենք մեզ։ Եվ ուզում եմ ասել, որ կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Ազատ Սուրակյան։
Պարոն վարչապետ, ես քանի որ դուք ժամանակին հանգամանքներին ու փաստերին հաճախ հղում անելով ներկայացնում եք, թե ինչու է փոխվում ձեր կառավարության դիրքորոշումը տարբեր երևույթների հետ կապված, ես հիմա ուզում եմ հարցնել, քանի որ 2023-ի սեպտեմբերից անցել է 2-ից ավելի տարի, մոտ 2.5, հիմա դուք էլիտային, ես ոնց հասկացա, ձեր քննադատությունն ու մեղադրանքները ուղղված է ռազմաքաղաքական ղեկավարությանը, համարեցիք, որ փախել են։ Բնակչության նկատմամբ այժմ ձեր գնահատականով Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել, թե ոչ, եւ քանի որ պատերազմի եւ քաղաքացիական պայմանագրի հաղթանակի հետ կապված մեկնաբանությունը դուք ներկայացրել եք, թե ինչու կլինի պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիրը չշարունակի իշխանության լինել։ Ես կուզեի դուք բացատրեիք ձեր 2/3 ստանալու եւ պատերազմի կապը, որովհետեւ դուք այդպիսի մի արտահայտություն արեցիք ձեր նախընտրական քարոզարշավի օրվա ավարտին, ասացիք սահմանադրական մեծամասնություն, եթե չունենանք պատերազմ կլինի, եւ քանի որ ասում եք, որ հիմա չեք կրկնում այն, ինչ արել եք 2020-ին, այսինքն ավելի բաց եք խոսում մարդկանց հետ եւ ներկայացնում եք խնդիրները, ես կուզեի բացատրեիք այս 2/3-ի եւ հնարավոր պատերազմի կապն ինչու՞մն է։ Ղարաբաղի ժողովրդի հետ կապված ես կարող եմ ասել, ես երեք ազգային ժողովում էլ ասացի, որ իմ գնահատականն այն է, որ եւ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները ըստ էության Ղարաբաղի ժողովրդին պահել ենք պատանդի կարգավիճակում։ Պատանդի կարգավիճակում անհասկանալի նպատակների համար։ Եվ ես այսօր կառավարության նիստում էլի կոչ արեցի, հիմա էլ կոչ եւ խնդրանքով դիմում եմ, եկեք այդ մենք բոլորս, ընդհանրապես դա բոլորիս է վերաբերում, գաղթականի եւ պանդուխտի տրամաբանությունից դուրս գանք, որովհետեւ մենք տուն ենք հասել եւ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է։ Եվ մենք պետք է մեր տանը տեր կանգնենք, ոչ թե անընդհատ Հայաստանի Հանրապետությունը համարենք ժամանակավոր կացարան աշխարհի տարբեր տեղեր վերադառնալու համար, այլ սա մեր տունն է։ Ինչ վերաբերվում է, գիտեք ինչ, ես հիմա պատասխան, ես ասեմ ձեզ, ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Իմ հոգսը դա չի։ Իմ հոգսը նա է, ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն ունենա, աշխատանք ունենա, անվտանգություն ունենա, ապահովություն ունենա, ազատություն ունենա եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ես դրանով եմ զբաղվում։ Եվ ես ասում եմ, որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետև մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Եվ ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին, կիսվել։ Եվ գիտեք ինչ, իմիջայլոց ձեր մոտ այս շատ պարզ թեմաներ չեն։ Եվ նույնիսկ վարչապետի համար համարձակություն է պետք ունենալ այս թեմաները այսպես բաց եւ հրապարակային արծարծելու համար։ Եվ ես ուզում եմ ձեզ ուղիղ ասել, ինչն է, որ ինձ այդ վճռականության վերջին կաթիլը տվել է այս թեմաներով բաց եւ հրապարակային խոսալ։ Դա վերջին մի ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների հետ իմ շփումներն է եւ քննարկումներն է, երբ որ ես տեսնում եմ, որ այս խոսույթը ուղիղ եւ օրգանական կապ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ցանկությունների, նպատակների եւ իղձերի հետ։ Եվ մենք գնալու ենք այս ճանապարհով։ Եվ ժողովուրդը, այո, ես կարծում եմ, որ պետք է այս ռազմավարությանը տեր կանգնի, ես համոզված եմ, որ ժողովուրդը տեր կկանգնի, որովհետև ստեղ կա սեփական շահերի գիտակցման խորը պատեհություն։ Հա, 2/3-ի եւ տեսեք, ես խոսել եմ, ես նախկինում խոսել եմ անկախության հռչակագրի մասին եւ ուզում եմ հստակ ասել, որ այդ քննարկումները, որ մենք
ունենանք նոր սահմանադրություն, որտեղ հղում չկա անկախության հռչակագրին, դա մեզ է պետք առաջին հերթին, որովհետև դա նշանակում է այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։ Ես էլի ասում եմ, եթե մենք մեր սոցիալ հոգեբանական եւ մտածողության մեջ դնելու ենք այն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը, եւ մենք բան ենք անելու, գնալու ենք եւ իրագործելու ենք մեր պատկերացրած հռչակագրի պատկերացրած Արևմտյան Հայաստանի եւ այլն Լեռնային Ղարաբաղի եւ այլ ռազմավարությունները, դա նշանակում է ձևակերպել խնդիր Հայաստանի Հանրապետությունը կամ ըստ էության օրակարգ ձևակերպել Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մասին։ Ես սրա մասին խոսել եմ դեռևս քանի տարի առաջ հանրային ռադիոյին իմ տված հարցազրույցում, ասելով, որ սա իրոք պատմական պահ է եւ մենք պետք է այս ամեն ինչը հասկանանք։ Չէ, գիտեք, սահմանադրությունը փոխվելու մասին չի։ Խոսքը երկու-երրորդը սահմանադրության մասին է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Եկեք այդ երկու երևույթները իրարից տարբերենք։ Ես ասում եմ, եթե այս ընդդիմություն եկավ իշխանության, ինչը ես իհարկե պրակտիկորեն բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչու է լինելու պատերազմ, որովհետև բոլոր այդ հիմնական ուժերը իրենք հանդես են գալիս խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ։ Այսինքն իրանք խաղաղության տակից հողը քաշում են, այդ նշանակում խաղաղությունը քանդվելու է։ Երբ որ խաղաղությունը քանդվի, լինելու է պատերազմ։ Շատ պարզ տրամաբանություն է։ Երբ որ ինչքան մեծ մեծամասնություն ունենանք, այդ թվում սահմանադրությունը փոխելու համար։ Նորից կանենք հանրաքվե։ Մենք կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք։ Մենք խնդիր չունենք։ Ես համոզված եմ, ինչի շուրջ մենք ազնիվ եւ արդար կերպով մեր ժողովրդի հետ խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա, որովհետև մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Մենք կայսերական ներկայացուցիչներ չենք, որ գանք մեր ժողովրդի հետ խոսանք, ժողովուրդը չհասկանա մենք ինչ ենք ասում։ Մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Իմիջիայլոց դուք նկատած կլինեք, որ տարբեր այդ թվում մարզային այցերի ընթացքում, երբ որ մեր շատ հարգելի քաղաքացիներ ասում են ժողովուրդը սենց, ասում եմ կներեք, դուք ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք։ Դուք կարող եք խոսել ձեր ընտանիքի անդամների անունից։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեմ ես։ Եվ էլի ինստիտուցիոնալ որոշ կառույցներ, ովքեր դրա իրավունքը ունեն։ Բացի ժողովրդի լեգիտիմություն ունեցողներից, որը մեկը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի։ Կան սահմանված կառույցներ եւ պաշտոնյաներ, ովքեր ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեն, եւ այդպիսի թիվ 1 պաշտոնյան Հայաստանի Հանրապետությունում այդ ընտրակարգում ընտրված Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Վարչապետ, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանը որքանով է պաշտպանված լոգիստիկ եւ տնտեսական առումով եւ կառավարությունը որքանով է պատրաստ հնարավոր ճգնաժամային իրավիճակում աջակցելու տնտեսությանը եւ բիզնեսներին։ Ես ասել եմ, որ դեռևս նախորդ տարի կամ գուցե մի փոքր ավել առաջ Անվտանգության խորհրդի համակարգմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, ում դա 12-օրյա պատերազմի շրջանում էր, ում խնդիրներ շարունակում մնալ, մոնիտորինգ անել իրավիճակը եւ ըստ անհրաժեշտության կայացնել իրավիճակից բխող որոշումներ։ Եվ այդ խումբը աշխատում է եւ ըստ անհրաժեշտության կկայացնենք որոշումներ։ Հաջորդ հարցը
Երբ հայտարարեցիք, որ կենսաթոշակները կբարձրանա, դա դրական միտում առաջացրեց, կենսաթոշակառուները ուրախացան, սակայն նախորդ շաբաթ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը անդրադառնալով թեմային ասաց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացումը կարող է հանգեցնել 0.2% գնաճի։ Արդյոք ձեր կառավարման ձեռքբերումն եք համարում գնաճի հաշվին կենսաթոշակների բարձրացումը։ Դա հասկանալի էֆեկտ այդ թվում միջազգային իրադրության հետ կապված, եթե նրանք, ովքեր մտածում են, որ սխալ են կարևոր թոշակները բարձրացրել են, թող դրա մասին բարձրաձայն հրապարակեն։ Ասում եմ, գնաճը ինքը երևույթ է, որ տնտեսության մեջ եւ բոլոր տեղերում միշտ գոյություն ունի, բացի եւ դա փաստ է։ Գնաճի հաշվին չի կենսաթոշակները ավելան։ Ճիշտ չեք մեկնաբանում Կենտրոնական բանկի նախագահը։ Տեսեք, բանալի բառեր կան։ Կարող է այո, կարող է ոչ։ Մենք այնպես կանենք, որ ամեն դեպս տարածաշրջանային իրադրությունը, միջազգային իրադրությունն է ավելի շատ գնաճային ռիսկեր առաջացնում, բայց համոզված ենք մենք մաքսիմալ կկառավարենք այդ ռիսկերը։ Շնորհակալ եմ հարցի համար, հանրային ռադիո։ Պարոն վարչապետ, օրեր առաջ Եվրամիության քաղաքականության ընդլայնման հանձնակատարի գրասենյակից մեզ փոխանցել էին, որ Հայաստանին ուղղվող աջակցությունը զգալիորեն մեծանում է եւ ոչ մահաբեր սպառազինությանն է ուղղվելու։ Նաեւ նշվել էր, որ Եվրամիության բրիգադը վերաճելի է ճամբարի։ Ինչ է սա նշանակում եւ ձեռք բերվելիք անվտանգության միջոցները ինչ են իրենցից ներկայացնում, սա արդյոք կտա պատասխան այն մտահոգությունը հնչեցնողներին, ովքեր խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների դիսբալանսի մասին, եւ մի առաջարկ այսպես ձևակերպեմ, հանրային ռադիոյին տված հարցազրույցներում մի շարք երիտասարդներ նշում են, որ կարիք կա կուտակային կենսաթոշակից որոշակի սահմանաչափ վերցնել բնակարան ձեռք բերելու կանխավճարի համար եւ նրանք նշում են, որ եթե այս մեխանիզմով հնարավոր լինի հիմա բնակարան ձեռք բերել, կունենան ապահով ծերություն։ Սա որպես առաջարկ եւ կխնդրեմ ձեր դիտարկումը։ Այդ հնչեց, ես հույս ունեմ մեր փորձագետները կգնահատեն այդ առաջարկը եւ դիրքորոշում կձևակերպեն, ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, Եվրամիության հետ մեր գործընկերությունը զարգանում է, խորանում է, դուք գիտեք, որ խաղաղության եվրոպական գործիքից արդեն 2 անգամ մենք աջակցություն ենք ստացել, եւ այդ թվում անվտանգության ոլորտում մենք բազմազանեցման քաղաքականություն ենք վարում եւ ձեր նշածը այդ քաղաքականությունների շրջանակում է։ Շնորհակալություն։ Ավելի մանրամասն չեմ կարող ասել։ Հաջորդ հարցը Արմեն։ Պարոն վարչապետ, օրեր առաջ հեռախոսազրույց եք ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, հետաքրքիր է արդյոք քննարկումների առանցքում եղել է երկաթգծի այն հատվածի վերականգնման հարցը եւ ընդհանուր առմամբ վերջին շրջանում մեր ռուս գործընկերները ինչպիսի տրամադրվածություն ունեն այդ հատվածի վերականգնման հարցի հետ կապված։ Առանցքում չի եղել, բայց այդ թեմային էլ անդրադարձ եղել է եւ մենք աշխատում ենք այդ թեմաների հետ կապված։ Լարություն չկա, նորմալ աշխատանքային պրոցես է, աշխատում ենք։ Հաջորդ հարցը Արմեն Մեծա։ Պարոն Փաշինյան, ուզում եմ Արցախից էլի տեղահանվածների մասին դուք նոր էլ ասացիք, խուսափում եք բռնի տեղահանված տերմինից, բռնի տեղահանված են թե չէ։ Տեսեք, երբ որ ընդդիմությունը խոսում է Արցախյան պատերազմի մասին, վերանանք այն տրամաբանությունից պարտությունը գցել են Փաշինյանի գրպանը եւ այլն, չի ասում, չէ, որ Ալիևն է մեղավոր։ Հիմա դուք չեք ասում, որ ինչ որ Ալիևը մեղք ունի, որ արցախցիները բռնի տեղահանվել են։ Լավ, այդ Ալիևը հեչ մեղք չունի, այդ արցախցիներն էլ այդպես փախան, ոչ մի բան չի արի, ագրեսոր չի եւ այլն։ Սա մեկ հարց եւ երկրորդը, պարոն Փաշինյան, դուք մարտահրավերներ եք նետում ընդդիմադիր ուժերին, ուժեղի հետ կապված ուժեղ են եւ այլն, ինչ որ առաջադրանքներ եք ասում։ Հիմա եթե դուք այդքան ուժեղ եք, կարող եք ասել այդ որ երկրի, որ մայրաքաղաքում ու որ մայրաքաղաքի, որ հրապարակում եք հայտարարում, գոչում, միացում եւ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Շնորհակալություն։
իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է եւ ես ուժը ստանում եմ այդտեղից եւ դա քաղաքական եւ պետական ուժ է։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, գիտեք ինչ, ես էլի քիչ առաջ ձեր հարցին պատասխանեցի, ձեր հարցին չէ, բայց ձեր բովանդակությանը, ասենք շատ լավ, ուր են գնում այդ ճանապարհով։ Էթնիկ զտում, ցեղասպանություն, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եւ Հարգելի Ամալիա, մենք ձեզ լսում էինք։ Հարգելի Ամալիա, չընդհատեք։ Եվ ես չեմ ասել եւ չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Ընդհանրապես ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովրդին ընդհանրապես որևէ քաղաքական ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը այդ կներեք անհեթեթությունը։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել։ Առավել եւս Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են։ Կներեք, բայց ես դա չեմ հասկանում, ասենք դա քաղաքական ինչ որ առումով տգիտություն է։ Եթե այդ մարդիկ ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են, հետո էլ ասում են մենք ընտրություններում հաղթելու ենք։ Պատկերացնում եք դրան, ժողովրդի մասին, ընտրողների մասին ինչ ասես ասում են վերջին բառերով։ Հետո ասում են մենք հեսա գալու ենք ընտրությունները հաղթելու ենք։ Դե սա ինչ է, եթե ոչ քաղաքական տգիտություն։ Շնորհակալություն ձեր հարցի համար, հաջորդը քանդակ։ Ոչ, մենակ դուք եք ուժեղ։ Մենակ դուք եք ուժեղ ամեն ինչից։ Ես էլ ասում եմ, ես հայտարարել եմ, որ ես ուժեղ եմ։ Ես չեմ հայտարարել, որ ես ուժեղ եմ։ Ով որ հայտարարել է, որ ուժեղ է, ասում եմ շատ լավ, հայտարարեք, ապացուցեք, որ ուժեղ եք։ Ես ասել եմ։ Գիտեմ, բայց դրա համար եմ ասում, դուք եք ուժեղ։ Ես հայտարարում եմ, որ ես լեգիտիմ եմ։ Դրանից ավելի մեծ ուժ չկա եւ չի կարող լինել։ Եվ այդ ուժը ձերոնք չեն ունեցել, չունեն եւ չեն էլ ունենա։ Ստեղ է խնդիրը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, այնուամենայնիվ քաղաքական արդյոք պայքար է այդ չելենջները, որոնք տեղի ունենում, ընտրողը արժանի է այն վերաբերմունքին, ինչը ներկայացվում է քաղաքական ուժերի կողմից, սա արդյոք ընտրապայքար է, որը դրսևորվում է միմյանց ինչ-որ ուժ ցուցադրելու, ինչ-որ բան անել ուղիղ եթերում եւ այլն, հնարավոր է այնուամենայնիվ այդ ձեռագիրը, այսպես ասենք, փոխվի եւ ընտրողի ներկայացվի ծրագրերը, որպես ինքն էլ հունիսի 7-ին կարողանա իր ընտրությունը ճիշտ կատարի ծրագրի, գաղափարների եւ ներկայացված անելիքների ու արվելի գործերի մասով լինի, սա որպես առաջին հարց եւ վերջերս մամուլում հրապարակվեց համանadrության փոփոխված տեքստը, որոշակի հատված այնուամենայնիվ արտարդատության նախարարությունից հայտնեցին, որ սա աշխատանքային տարբերակն է, որում բացակայում է նախաբանը, արդյոք սա վերջնական է, թե որոշակի փոփոխություններ կլինեն եւ արդյոք այդ նախաբանը իրապես հեռացվելու է համանadrության նոր համանadrությունից։ Նախ հրապարակվածը նույնիսկ սևագիր էլ չէր, այլ սևագրի սևագիր էր, ասենք այդպեսի տասնյակ տեքստեր կան, տասնյակ պաշտոնյաների եւ պրոցեսում ներգրաված փորձագետների մոտ։ Երկրորդը ես իմ կարծիքը կներեք մի տարի, գուցե 2 տարի առաջ եմ խոսելով անկախության հռչակագրի բովանդակության սկզբունքային կոնֆլիկտի մասին Հայաստանի պետականության հետ։ Երևի, քանի որ այդ հարցը ծագում է, երևի այս թեմային առաջիկայում ավելի կոնկրետ տեքստային մակարդակով պետք կլինի անդրադառնալ։ Ինչ վերաբերում է նոր համադրության տեքստին, նոր համադրության տեքստի վրա մենք աշխատում ենք եւ աշխատանքային process-ա գնում։ Ինչալոց, ուզում եմ ասել, ես զգում եմ, որ կա տպավորություն, որ փորձ է արվում հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե կամ կառավարությունը, կամ խորհրդարանը իրենք են ընդունում համադրությունը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել,
որ կառավարությունը եւ խորհրդարանը առավելագույնը, որ կարող են անել, հավանություն տալ Սահմանադրության նախագծին։ Դա միջև ժողովրդի մեծամասնությունը չքվեարկի այդ տեքստի օգտին, այդ չի կարող Սահմանադրություն դառնալ։ Ժողովուրդն է որոշելու դա Սահմանադրություն դառնա, թե Սահմանադրություն չդառնա։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, ես ընդհանրապես աշխատում եմ, փորձում եմ, վստահ չեմ, որ միշտ ստացվում է, բայց փորձում եմ յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուրի հետ քաղաքական մրցակիցների նկատի ունեմ, խոսել իրենց հասկանալի լեզվով։ Ինչ վերաբերում է ձեր նշած առաջին հարցին, այո, համաձայն եմ, մենք պետքա ձգտենք գնալ այդ ճանապարհով եւ մենք մաքսիմալը կանենք, որ այդ ճանապարհով գնանք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Օրենքի։ Պարոն Փաշինյան, երբ 2018 թվականին դուք մերժում էիք Սերժ Սարգսյանին, դա հիմնավորում էիք երրորդ նախագահի այն հայտարարությամբ, որ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանը երկու անգամից ավելի ղեկավարելու, սակայն դուք հիմա հավակնում եք վարչապետի պաշտոնին երրորդ անգամ։ Չի ստացվում, որ դուք այն ժամանակ պայքարում էիք ոչ թե Սերժ Սարգսյանի սուպեր վարչապետական կոստյումի դեմ, այլ այդ կոստյումի մեջ հարմար տեղավորվելու համար։ Շնորհակալություն։ Նախ 2018 թվականին իմ ասածը կախված է եղել Սերժ Սարգսյանի հրապարակային խոստման հետ, որ ինքը չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Ինչ վերաբերվում է ձեր նշած երկրորդ հարցին վարչապետի հետ կապված, ինչքան ես գիտեմ, խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետի առաջադրման ժամկետ անգամների հետ կապված սահմանափակումներ չկան եւ այդ հարցերը կարգավորվում են կուսակցական ընտրություններով, որի ավանդույթը մենք այսօր թափանցիկ կերպով բան ենք անում, ստեղծում ենք։ Եվրոպայում լիդերներ են եղել, ովքեր 3-4 կարող նույնիսկ 5 անգամ առաջադրվել են ընտրություններում առաջադրվել են եւ հաղթել են։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սպուտնիկ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեր հանդիպման հեռախոսազրույցի ժամանակ ասացիք, որ հարմար առիթի դեպքում նաև հանդիպման ձևաչափով կշարունակեք զրույցը, ինչ միջոցառման շրջանակում է նախատեսվում հերթական հանդիպումը եւ երբ, եւ երկրորդ հարցը Հայաստանի սահմանները դեռևս սահմանազատված եւ սահմանագծված չեն, հետեւաբար ինչ քարտեզ եք կրում ձեր կրծքին եւ եթե դա արդեն սահմանագծված եւ սահմանազատված քարտեզն է, կմանրամասնեք ինչ ձևով է դա արվելու հանրության համար, որպեսզի հասկանալի։ Սա Ալմաթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է։ Ինչ վերաբերվում է հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք, որ փորձենք փնտրել առիթ, որպեսզի խոսակցությունը շարունակենք, քանի որ հիմա մենք ընտրական փուլ ենք մտնում եւ ես ԵԱՏՄ-ի միջոցառումների մասնակցության հետ կապված չգիտեմ ինչքանով կարողանամ մասնակցել, հիմա աշխատում ենք տեսնենք։ Ինչ եք տալիս հարցեր, որոնց պատասխանը գիտեք։ Ասեցի, որ չգիտեք, զարմանալի է, որ այդ հարցերի պատասխանը չիմանալով աշխատում եք այդ կարգավիճակում։ Ես ասացի Ալմաթի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է արտահայտում այս քարտեզը։ Շնորհակալություն, հաջորդը Շնորհակալություն։ Նախորդ ճապազրույցի ժամանակ ձեր սպառնալիքներից հետո, որ եթե մեզ չընտրեք պատերազմ կեղի 50 բալ երկաշարժ կեղի սա կկործանվեն վարի կգնան, մեզ հաշմանդամ կսարքեն, մենք էլ անգործ կմնանք։ Ես այս մի շաբաթվա ընթացքում լավ երկար մտածեցի, գցեցի, բռնեցի եւ որոշեցի ամեն դեպքում ռիսկի դիմել եւ ձեզ ձայն չտալ հաջորդ ընտրություններին, բայց դա չի նշանակում, որ ես նախկիններին եմ ձայն տալու, որովհետեւ ես նախկիններից եմ զզվում, որովհետեւ եթե իրենք օրինակ նորմալ իշխանություն լինեին, բացի մի փոքրից իհարկե, եթե նորմալ իշխանություն լինեին, դուք այսօր այստեղ կանգնած չեք լինի, Արցախում մերը կլներ, հանձնված չէր լինի,
հազարավոր զոհեր չենք ունենա, մեզ էլ չեք սպառնա հաջորդ ընտրություններով եւ մնացածով։ Հիմա հարցս դուք այնուամենայնիվ բացի պատերազմի սպառնալիքից նաև քաղաքական դաշտում ձեր թիմակիցները սպառնալիքներն այսպես ասած սպառնում են կամ հանրությանը վախեցնում են ինչ որ ուժերով, օրինակ Ռոբերտ Քոչարյանով, օրինակ ռուսներով, ինչ որ Գյումրի 2 լինելով, ինձ կբացատրեք օրինակ Ռոբերտ Քոչարյանի ինչն է վախենալու կամ նախկինների, ռուսների ինչն է վախենալու, ինչ որ սպառնալիք են ներկայացրել մեզ, կամ Գյումրի 2-ի քաղաքական, բարոյական կամ իրավական խնդիրը որն է, որովհետև մոտավորապես նույն սցենարով ձեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձավ ունենալով կարծեմ ընդամենը 9% ձայն։ Եթե չմիանային Դոգի կուսակցությունը, Արամ Զավենիչի կուսակցությունը, ինքը չէր դառնա քաղաքապետ։ Հիմա առավել ևս որ նույն Սամվել Կարապետյանի ուժը մյուսները հայտարարել են որ մենք Ռոբերտ Քոչարյանին ձայն չենք տալու այդ վախենալու կերպարին, որովհետև մեկին չենք միանալու եւ մեր ձայները չենք տալու։ Հիմա ինչ է Ռոբերտ Քոչարյանով վախեցնում, հանրությանն եք վախեցնում, դուք եք վախենում իրանից կամ ռուսներով։ Ես օրինակ չեմ վախենում ոչ Քոչարյանից, ոչ Սարգսյանից, ոչ Արման Թաթվյանից, մաքսիմում են ձեր նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից կարելի է վախենալ, որովհետև ինքը որ գա իշխանության իրոք վախենալու կլինի։ Մենք ոչ մեկին չենք վախեցնում, մենք մտքեր ենք փոխանակում մեր հանրության հետ։ Ինչ վերաբերում է դուք, ձեր քվեարկությունը գաղտնի է, եւ դուք քվեարկության օրը գիտեմ, թե ում օգտին կքվեարկեք, դուք կքվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին։ Դուք հիմա այլ բան չեք ասում, որովհետեւ վաղվանից կկտրվի ձեր ֆինանսավորումը։ Իսկ երբ որ չքվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին, էլի կտրվելու է ձեր ֆինանսավորումը, չեմ սպառնում, որովհետև ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ, որովհետև ձեր նման լրագրող պետք չի լինելու Հայաստանի Հանրապետությունում, դուք գործազուրկ եք լինելու, դուք չեք կարող, չեմ սպառնում ես, այսինքն դուք դա ինձնից լավ գիտեք, դուք լրագրող եք, գիտեք ինչի եք դուք հիմա աշխատանք ունեք։ Չէ, 15 տարի, այդ կներեք Ռուբիկ Հակոբյանը, չէր կներեք, ինչ էր տեղի ունեցել ձեզ այդ, չի եղել ձեզ այդ տենց բան, երբ է եղել դա։ Բավոր ասում եք, այդ ինչ է եղել։ Կներեք ձեր ծնոտին հագցրել էին, այդ էր եղել։ Հա, օքեյ, ուրեմն իր գլուխը պատին է տվել, բայց որ խոսում եք, այդ որ հերթով գնում եք գրում, իսկ ինչ ա եղել, դուք ելնում եք այն իրողությունից, որ ոչ մեկ ոչի բան չի հիշում, հա, ոչ մեկ ոչի բան չի հիշում, եսա հերթով կասեք կգնաք կգրեք, ինչ ա եղել, ամեն բրիֆինգին կասեմ, ում լրատվամիջոցի հետ ինչ ա եղել։ Երկրորդը, դուք հիմա լրագրող եք աշխատում, աշխատանք ունեք, որովհետև ես վարչապետ եմ։ Որովհետև այն մարդիկ, ովքեր ձեզ ֆինանսավորում են, իրանց պետք է դուք, որ գաք ես միկրոֆոնի տակ կանգնեք, ասենք դոշ ծեծելով ասեք, ման, ինչքան վիրավորական, ինչքան կներեք բարոյականության հետ սահմանակցող արտահայտություն, որ դուք կանգնեք, իրանք էլ ասեն, տեսեք ինչ թույլ է, ծնոտին չտվեց։ Բայց ասում եմ, իմ ուժեղությունը ծնոտին տալու մեջ չի, իմ ուժեղությունը լեգիտիմության մեջ է։ Երբ որ ես վարչապետ չլինեմ, դուք 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Ոնց որ 2000 չգիտեմ որ թվին եկել էին առավոտի խմբագրությունում ԱԱՑ-ից եկել էին համակարգիչները հավաքել տարել, որովհետև այդ իրանք էին տվել, պարզվեց համակարգիչները։ Գալու են ձեր հեռախոսը ժամացույցն են ձեռներիցդ հանելու, որ պահին ես վարչապետ գոնե գնահատեք։ Դուք չեք հասկանում, որ դրա համար եք աշխատում, որովհետև ձեր մակարդակի լրագրողը 1000 ներողություն։ Նախ նորմալ լրատվական դաշտում աշխատանք չի ունենա։ Եվ երկրորդը, ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք։ Ունեիք ծնոտին ստանում էիք։ Հիմա նախ դուք նախկինում ոչ մի անգամ Հայաստանի ղեկավարի ուղիղ եթերի ժամանակ չեք կանգնել եւ տենց բաներ չեք խոսացել։ Ձեզնից ոչ մեկը ձեզնից եւ չեր էլ կարող խոսալ։ Շատ լավ։
Դուք դեռ երկար լրագրող կաշխատեք, բայց ձեզ խնդրում եմ ձեր մասնագիտական որակների վրա աշխատեք։ Պետքա մի քիչ բան անել, վերապատրաստումների գնալ, պետքա մի քիչ գումար ծախսել սեփական կրթական մակարդակը բարձրացնելու, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, պրոֆեսիոնալ մակարդակը Ես գնում եմ կառավարական ակադեմիա, չմտածեք ես ձեզ համարում եմ, որ դուք ենթադրենք վատ եմ վերաբերվում, տենց է։ Չէ, ներողություն, ես Ներողություն եմ խնդրում, պարոն Մակարյան, եթե վիրավորեցի, բայց ես դա նկատի չունեմ։ Ես օրինակ գնում եմ կառավարման ակադեմիա սովորում եմ, հետո ուրիշ տեղել եմ գնալու սովորելու։ Ես անընդհատ սովորում եմ, որովհետև ես տեսնում եմ, որ ես բոլորը սովորելու կարիք ունեն, որովհետև ես տեսնում եմ, որ ես սխալվում եմ։ Ելնում բառից բուն եւ փոխաբերական իմաստով պետք է աշխատենք մեր վրա։ Ու քանի որ դուք դեռ երկար լրագրող եք աշխատելու, մենք էլ դեռ երկար ստեղ հարց ու պատասխան ենք ունենալու։ Ես առաջարկում եմ, որ երկուսս էլ մեզ վրա աշխատենք։ Ես իմ վրա աշխատեմ, որ հանկարծ ձեզ չվիրավորեմ կամ առնվազն տպավորություն չստեղծեմ, որ ձեզ վիրավորում եմ, դուք էլ ձեր վրա աշխատեք, որ կամ չվիրավորեք, կամ էլ առնվազն տպավորություն չստեղծեք, թե ծնոտին չենք տա այդ հաստատ։ Հաջորդ հարցը Արմենկո Պարոն Փաշինյան, մարտի 23-ին ձեր հայկական կողմի նախաձեռնությամբ եղավ հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանի նախագահի։ Դրանից հետո եղան տարբեր վարկածներ զրույցի բովանդակության հետ կապված եւ կարծիքներ կար, որ դուք խնդրել եք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում միջև ընտրությունները, ասում էին նաեւ, որ դուք բարձրաձայնել եք Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան շտաբ այլ երրորդ կողմին փոխանցելու հարցը, եթե այո, խնդրում եմ ասեք ինչպիսին է եղել արձագանքը։ Ու նաև հիշեցնեմ, որ երեք ազգային ժողովում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ասաց, որ քննարկվում է կոնցեսիան ղազախական ինչ-որ ընկերության փոխանցելու հարցը։ Հիմա պարոն Փաշինյան, իրոք քննարկվում է այդ տարբերակը, եթե ղազախականը չէ, ապա այլ ինչ երկրների տարբերակ է քննարկվում եւ հայկական կողմի համար կա ինչ-որ deadline այդ հարցում, հա, որոշում կա, որ պետքա մինչեւ ինչ-որ ժամկետը դա արվի։ Եվ հանդիպման մասով, այ եթե խնդրել եք հանդիպում պարոն Պուտինի հետ, ապա ինչի հենց ասում, որ միջև ընտրություններն եք խնդրել այդ հանդիպումը, ինչ դեր ունի դա ձեր համար։ Գիտեք ինչ, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ ես ինձ հաշիվ եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետ լինելով, թե ինչ պետություն է Ռուսաստանի Դաշնությունը, ինչ պետություն է Միացյալ Նահանգները, ինչ պետություն է Ֆրանսիան, ինչ պետություն է Գերմանիան, ինչ է Եվրոպական միությունը։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում եւ ոչ թե հակառակը։ Եվ դա նորմալ է։ Էդ էլ կա, չէ՞, բանը կներեք բանի նախկին էլիտայի հազար ներողություն, այդ բառը երևի լավ չի օգտագործել, բայց այդ վիպենդրյոշը, չէ, որ իրանք տենց ինչ որ, հա, ես խնդրում եմ բոլորին էլ հանդիպել, որովհետև ես բոլորին որ խնդրում եմ, ու դա ինձ համար բացարձակապես ոչ ամոթ է, ոչ էլ նվաստացուցիչ է, որովհետև որ ընդ որում ես ինչքան հանդիպումներ եղել է, հիմնականում հանդիպումները 90, ես չեմ հիշում, որ այլ նախաձեռնությամբ լինի, մի քիչ էլ բան կա, երկրների քաշային կարգի, այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահը պետք է ինձնից հանդիպում խնդրի։ Հրզա ես պետք է խնդրեմ հանդիպում, բա ով պետք է խնդրի։ Կամ Ֆրանսիայի նախագահը պետք է ինձնից հանդիպում խնդրի, ինչքան էլ մենք շատ ջերմ անձնական այդ եւ Ռուսաստանի նախագահը եւ ես պետք է խնդրեմ հանդիպում։ Որովհետեւ դա հակառակ կերպ մտածել նշանակում է իրականության զգացումը կորցնել։ Եվ ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ոչ ժամկետ չկա, բայց նենց էլ չի, որ անժամկետ է։ Մենք հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ։ Դեպ չեն կլինի, եթե պարզվի, որ մեր եւ Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուս համարել ընդունելի է։ Դե գիտեք, հիմա որ ասեմ քննարկումը, այնպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում որտեվ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։
Նկատի ունեմ քննարկում մի քիչ այլ ռեժիմ է, բայց տենց գաղափարներ կան թևածող։ Առաջնահերթություն չկա, որովհետև այդ հարցը դեռ չի քննարկվում ըստ էության։ Տենց ասում եմ, թևածող գաղափարներ կա կամ չթևածող քայլող։ Պարոն Փաշինյան, վերջի շրջանում շատ է քննարկվում ԱԾՏ-տնօրենի Բագնի թաղամասում $1.5 միլիոն տուն գնելու կապված հարցը, ինքը Սիմոնյանը չի պարզաբանում, այնուամենայնիվ դուք տեղյակ եք այդ տնից տան հիմնական մեխանն է, որ $1.5 միլիոն է տունը, ինչպես է ԱԾՏ-տնօրենը այն ձեռք բերել, ինչ միջոցներով է ձեռք բերել, կարծում եմ սա հանրության համար հետաքրքիր տեղեկատվություն կլինի։ Եվ մեկ հարցել ներկուսակցական ձեր քարոզարշավի շրջանակում մի քաղաքացու ասում էիք, եթե պարզվի, որ նա Արցախյան պատերազմի չի մասնակցել, դա հետևանք է ունենալու, եթե ստի, հա, պարզվի սուտ է ասել ձեզ, սուտ էր ասել, ճշտեցիք, եթե այո, հետևանք ունեցավ, թե ոչ։ Դե սուտ էր ասել, այո, ճշտեցինք, հետևանքն են, որ հրապարակային ասինք, որ ստախոս է, սուտ է ասել։ Դե ինչ իրավական հետևանք։ Այսինքն նկատի ունենք հետևանքն է, որ դուք հիմա հարցնում եք, ես ասում եմ, այո, պարզել ենք բոլոր այդ թվում երկրապահ կամավորական միության բազաներով եւ չկա նրա անունը որևէ մասնակցության, ոչ ՊՆ-ով, ոչ բան։ Որ անկեղծ ասեմ, չեք հավատա, բայց ես ձեր ասած առաջի հարցի մասին առաջին անգամ եմ լսում։ Հենց նոր առաջի անգամ լսեցի, որ ասում եք քննարկվել է, համենայն դեպս, բայց լսեցի, կհասկանամ։ Բնական չէ, նախ կփորձեմ պարզել դա իրականություն է, թե իրականություն չի։ Եթե կպարզվի իրականությունը, հաջորդ հարցը։ Որտեվ հիմա ես էլ եմ բնակարան ձեռք բերել կառուցվող շենքից եւ հայտարարագրել եմ եւ ֆինանսական աղբյուրներ ցույց եմ։ Չէ, այդքան չի։ Բայց ասում եմ, ձեր արծածը դեռ պետքա պարզվի եւ պարզաբանվի։ Առաջ անգամ եմ ես լսում նման բան։ Բառացիորեն առաջի անգամ։ Պարոն Փաշինյան, դուք արդեն որերորդ անգամն է ճեպազրույցի ժամանակ նշում եք, որ լրագրողները գնալու են եւ ձեզ ընտրեն։ Թույլ տվեք ես իմ կարծիքը ասեմ այդ հարցով, ես անձամբ ձեզ չեմ ընտրելու, որովհետեւ ձեր իշխանության ժամանակ մենք կորուստներ ենք ունեցել ոչ միայն տարածքային, այլև մարդկային, կորցրել ենք Արցախը, ադրբեջանցիները զավթել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները եւ դեռ հստակ չէ խաղաղություն լինելու է թե ոչ։ Օրինակ դուք ասում եք, եթե ես չընտրվեմ կամ եթե ընտրվեն այլ անձինք, ապա պատերազմ է լինելու։ Եթե դուք խոսում եք հաստատված խաղաղության մասին, այդ ինչպես է լինում, որ այլ տեխնացուի, այլ վարչապետի դեպքում պատերազմ է լինելու, եւ Հայաստանի իշխանությունները դեպի Եվրոպա գնալու քայլեր են ձեռնարկում, տևական ժամանակ է խոսվում է ԵՄ անդամ պետություն դառնալու անհրաժեշտության եւ ցանկության մասին, ինչպիսի, այսպես ասեմ, նախապայմաններով է Հայաստանը դառնալու ԵՄ անդամ պետություն, օրինակ միջազգային պրակտիկայի փորձը մեջ բերեմ, երբ ինչ-որ մի պետություն ԵՄ անդամ է դառնում, պետք է իր օրենսդրությունը հարմարեցվի ԵՄ-ի ստանդարտներին։ Մենք նաև փոխում ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, եւ սա նշանակում է, որ ինչ-որ իմաստով պետք է մեր օրենսդրությունն էլ փոխվի, որպեսզի մենք դառնանք ԵՄ անդամ պետություն։ Օրինակ ԵՄ անդամ պետությունների մոտ ընդունված է նույնասեռ անձանց ամուսնությունները։ Հայաստանի Հանրապետությունը ինչպես է դրան վերաբերում, դուք ինքներդ ինչպես եք այդ հարցին մոտենում եւ մենք արդյոք ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի, քանի որ դուք ասում եք, որ մոտավորապես հավերժ վարչապետ եք լինելու, ընդունելու ենք նույնասեռականությունը։ Նախ ես չեմ ասել հավերժ վարչապետ ենք լինելու, երկրորդը ձեր առաջի հարցի վերաբերյալ նույնը ամենայն հարգանքով ինչ ասի պարոն Մակարյանի հարցին ի պատասխան ես ընդամենը հղում եմ անում, ես ինչ-որ պարոն Մակարյանի դեպքում ասի, ճշգրիտ նույնը վերաբերվում է ձեզ, սկզբից մինչև վերջ, այո, իմ կարծիքն է, և խաղաղության
Հարգելիներս բոլորդ էլ ընտրելու եք։ Դա գաղտնիության հետո էլի ասելու եք, որ չէ, երթվում ենք, հետո ասելու եք երթվում ենք, բան չենք ընտրել եւ այլն, բայց դե դրա համար էլ ընտրությունը գաղտնիություն։ Ինձ չի ուրախացնում կամ չնայած ցանկացած ձայն ինձ ուրախացնում, այո։ Ինչ վերաբերում է խաղաղության, տեսեք, հարցը ինչի մեջ է, բա հենց այդ է ամբողջ խնդիրը, որ ասում եմ խաղաղությունը հաստատված է, բայց այդ ուժերը, ովքեր, այսպես ասած, հավակնում են, իրանք խոսում են խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին։ Ասում են, որ վերաբանակցելու ենք։ Այսինքն խաղաղությունը վերաբանակցելու համար պետք է չեղարկել, որովհետև վերաբանակցումը նշանակում է, որ չեղարկում ես։ Եթե կա պայմանավորվածություն եւ դու պայմանավորվածությունը վերաբանակցում ես, նշանակում է դու պայմանավորվածությունը չեղարկում ես։ Այսինքն խաղաղության չեղարկումը ինքը բերում է պատերազմի։ Ձեր իմ ասած ուժերը, որոնց մասին ես խոսել եմ, երեքն էլ խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին։ Ուղիղ խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին։ Վերաբանակցելու համար պետք է խաղաղությունը չեղարկել։ Խոսքը դրա մասին էր։ ԵՄ-ի հետ կապված ԵՄ-ի երկրները տարբեր կարգավորումներ ունեն, ամեն տեղ չէ, որ ամեն ինչ ընդունված է եւ կան առանձնահատկություններ եւ Եվրոպական միության ոչ մի երկիր իր առանձնահատկությունը չի կորցրել